որովհետև ընտրությունները միակ ինստիտուտն են, որի միջոցով հիմա կարելի է հասնել իշխանափոխության, քանի որ մենք տեսել ենք բազմաթիվ փորձեր, որոնք անհաջողության են մատնվել եւ տեսել ենք ընտրական process-ներ տարբեր տեղերում Երևան, Գյումրի, հիմա նաեւ Վաղարշապատի խոշորացված համայնք, որտեղ ՔՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ ու ոչ միայն այդ նշված մարզերում, քաղաքներում, այլ նաեւ շատ այլ համայնքներում, որտեղ մասնակցել են, պարտվել են, հետո տարբեր զեղծարարություններով հաջողացրել են իրենց թեկնածուին կարգել իշխանություն։ Օրինակ կարող եմ ասել, որ այս առումով այն ընտրություններում, որտեղ մասնակցում է Մայր Հայաստանը, շարժման թե կուսակցության կարգավիճակում, ՔՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ։ Առաջինը Երևանի ընտրություններին մի կերպ կարողացան փոքրամասնությանը Վազգեն Սարգսյանի այդ կուսակցության միջոցով կարգել իշխանություն, մի կերպ Տիգրան Ավինյանին, Գյումրիում ընդհանրապես Մայր Հայաստանը հայտարարել էր, որ մինիմալ խնդիրը իշխանազրկելն է ՔՊ-ին, որը հաջողությամբ մենք իրականացրեցինք, հիմա Վաղարշապատում կարելի ասել պլանկեն ավելի ենք բարձրացնում, նշում ենք, որ ոչ միայն իշխանազրկելն է առաջնային խնդիրը, այլ նաև անձամբ մենք Մայր Հայաստանը Վաղարշապատում ստանձնի իշխանության պատասխանատվությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Այսինքն մենք տրամադրված ենք մարտական, մրցակցային, մենք անընդհատ ընտրական process-ների մեջ ենք, անընդհատ ժողովրդի հետ շփումների մեջ ենք, շատ լավ հասկանում ենք հանրային տրամադրությունները, շատ լավ հասկանում ենք ՔՊ-ի թույլ տեղերը եւ ՔՊ-ի սատելիտ կուսակցությունների եւ գտնում ենք, որ Վաղարշապատը մի քանի անգամ ավելի կարեւոր է, քան նույնիսկ Գյումրին, որովհետև սա ստուգատես է մեծ համապետական ընտրություններից առաջ։ Իսկ եկեղեցու հետ կապված այս իրավիճակը ինչ դերակատարում կունենա քվեարկության արդյունքների վրա եւ արդյոք Վաղարշապատցիները ավելի զգայուն չեն լինի այդ հարցերի նկատմամբ եւ դա կարտացոլվի։ Ինձ թվում է կարտացոլվի, որովհետև մենք նախքան այս ընտրական գործընթացի մեկնարկը, ինչպես գիտեք, կազմակերպել էինք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ստորագրահավաք, այդ առումով շոշափել ենք նաև հանրային տրամադրությունները, ժողովրդի մեծ մասը կարող եմ ասել, որ եկեղեցու կողքին է եւ քաղաքական խնդիր է բնականաբար տեսնում այդ ամենի ինչի մեջ եւ քաղաքականացվածությունը հասարակության, չնայած այստեղ եկեղեցու խնդիրն է, բայց դա հանգեցրել է այդ խնդրով հասարակության քաղաքականացմանը եւ ինչքան մեծ է հասարակության քաղաքական ակտիվությունը, այդքան մասնակցությունը շատ մեծ մասնակցություն է լինում ընտրություններին։ Օրինակ նույն Գյումրու օրինակով ես բերեմ, Գյումրիում մենք ոչ միայն քաղաքական ակտիվությունը բարձրացրեցինք, քաղաքականացրեցինք ընտրությունները Մայր Հայաստանը, դրանից հետո քաղաքական կոնսոլիդացիա ապահովեցինք, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի։ Դա կարող եմ ասել Մայր Հայաստանի շնորհքն էր։ Հիմա Վաղարշապատում այդ քաղաքական ակտիվությունը շատ ավելի բարձր է, եկեղեցու հետ կապված իշխանության հարձակումներով պայմանավորված այդ ակտիվությունը շատ բարձր է, իսկ եթե լինում է բարձր ակտիվություն, դա ՔՊ-ի համար առաջացնում է լրջագույն խնդիրներ, Գյումրիում դա տեսանք, ես ուզում եմ համեմատականներ տանել կոնկրետ ընտրությունները, որպեսզի հասկանալի լինի։ Հիշում եք, որ իրենց Սարիկը ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ես ինչ եք խոսում, 50+ հավաքելու ենք, մենք խնդրեմ չունենք եւ այլն։ Եվ տեսանք, որ չհավաքեցին։ Գիտեք ինչի շնորհքն էր։ Հասարակությունը քաղաքականացնելու եւ ընտրատեղամաս գնալու քվեների հեղափոխություն տեղի ունեցավ։ Մարդիկ գնացին, իրենց ռեսուրսը խիստ սահմանափակ է։ Իրենք բյուրոկրատական, ադմինիստրատիվ այլ միջոցներով կարողանում են գեներացնել X թվով, դրանից բարձր չի աճում, իրենց ռեյտինգը ընկնում է։ Ինչ որ մասսա են գեներացնում, որը գնում է ընտրությունների։ Բարձր թիվ կազմա, բայց դա թույլ չի տալիս իշխանություն ձևավորելու։ Գյումրիում այդ փոցի վրա իրենք կանգնեցին, հիմա նույնը տեղի է ունենալու Էջմիածնում, Վաղարշապատ խոշորացված համայնքում, եւ ես ելի եմ կրկնում, Մայր Հայաստանի նվազագույն խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն է, իսկ առավելագույնը, որին մենք հասնելու ենք, իշխանություն ձևավորելը Մայր Հայաստանի միջոցով։ Մայր Հայաստանը այստեղ կրկին կոնսոլիդացնող դեր է ստանձնելու եւ ստանձնելու է իշխանության պատասխանատվությունը։ Իսկ կալանավորումներ, տարբեր այլ գործընթացներ եւ սցենարներ դուք կանխատեսում եք։ Միանշանակ ես բազմիցս ասել եմ, որ
Նիկոլ Փաշինյանի օրոք հաստատվել է այլանդակ ավտորիտար ռեժիմ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, եթե այդ մարդը կալանավորել է, ասենք, սրբազանների, քաղաքական գործիչներ եւ, չգիտեմ, հանրային գործիչներ կալանավորելը իր համար մի բաժակ ջուր խմելու նման բան է։ Բայց դա էլ կախված է հանրային ակտիվությունից։ Եթե հանրային բողոքի մակարդակը շատ բարձր եղավ, այդ դեպքում ես չեմ կարծում, որ իրենք մի հատ կարմիր գիծ էլ կհատեն, բայց նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ լինի այդ կարմիր գիծը հատելուն։ Ուղղակի հարցն այնտեղ է, թե ինչքանով է իրեն թույլ տալիս խաղալ, էլի այդ առումով։ Դրա համար ես չեմ բացառում, բայց միաժամանակ ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ լուրջ խնդիրների առաջ կանգնի, եթե շարունակի այս տեմպերով, ընդհանուր միջև իշխանությունը կորցնելը շատ հանկարծակի։ Ես եմ շնորհակալ։ Եսա դինամիկը իջացնելու են, այնտեղ սեղանավորում դրավ։ Հա, էլի կադրերում բաներ նկարենք։ Այս երկուսն էլ աշխատում են։ Հեսա քիչն է։ Եթե իջացնեմ։ Հա։ Սաղինը ոնց չեմ դե։ Ինչով օգնեմ եղբայր։ Հեսա զուգավի կգա չփչացնենք, էլ։ Իշա Հարությունյանի շանսերը, ինչ նպատակ ունի ձեր մասնակցությունը եւ համապետական ընտրություններից առաջ արդյոք սա դիտարկում եք որպես ստուգատեսի նման մի բան։ Նախ մեր տեխնացուի մասով ասեմ, որ Գրիշա Հարությունյանը ունի համայնքի կառավարման փորձ, երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը, բայց միայն նա չէ, որ փորձառու է մեր թիմում, կան նաեւ այլ համայնքի ղեկավար աշխատած մարդիկ եւ այդ առումով մենք բավական հաջող թիմ ունենք եւ բարձր ենք գնահատում մեր հնարավորությունները։ Մեր նվազագույն նպատակը այս ընտրություններում ԿՊ-ին իշխանազրկելն է, առավելագույն իշխանության պատասխանատվությունը ստանձնելը ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի միջոցով, որի ավանգարդի դերում հավակնում ենք լինել մենք։ Ինչ վերաբերում է ստուգատեսին, այո, 26-ից առաջ սա կարելի ասել կիսաեզրափակիչի պես մի բան է, եւ շատ կարեւոր է, որպեսզի հոգեվոր մայրաքաղաքը իր խոսքը ասի։ Դրա հնարավորությունները մենք տեսնում ենք եւ կարծում ենք, որ բարձր մասնակցության պարագայում քաղաքացիական պայմանագիրը որքան էլ որ վարչական ռեսուրս կիրառի, դատապարտված է պարտության։ Այս առումով մենք լիահույս ենք, որ վաղ շաբաթցիները ակտիվ կմասնակցեն ընտրություններին, որովհետև սա շատ կարևոր ընտրություն է, ոչ միայն քաղաքային, այլ քաղաքական եւ արժեհամակարգային նշանակության, հատկապես հաշվի առնելով այն, որ հարձակման է ենթարկվում հայ առաքելական եկեղեցին եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը նաեւ այս ընտրությունների միջոցով կարող է տեղի ունենալ։ Իսկ քանի որ խոսք գնաց եկեղեցու հետ կապված գործընթացներին, վերջերս հրապարակվեց համացանցում կաթողիկոսի հետ կապված ձայնագրություն, խոսքը Նաթան Սրբազանի հետ կապված այդ ձայնագրության մասին է, որտեղ են տանում այս գործընթացները, արդյոք կգնան կաթողիկոսին կալանավորելու։ Նիկոլ Փաշինյանը գործում է Փաշազադեի հրահանգով եւ Ադրբեջանի ցանկությամբ եւ այս ամեն ինչը մենք դիտարկում ենք հենց այդ տրամաբանության մեջ։ Մնացածը դետալների մեջ չեմ ուզում մտնել, բացարձակապես այդ դետալները չեն արտահայտում
այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում են առումով, որ եկեղեցու դեմ արշավը չի մեր օրակարգային հարցը, դա Ադրբեջանի համար է օրակարգային հարց, որպեսզի հայկական ինքնությանը հարվածի, որպեսզի քանդի, կազմաքանդի մեր պետությունը, իսկ եկեղեցին կարելի ասել ինքնության կարևորագույն հենասյուներից է եւ այս առումով այդ հարձակումը հենց ադրբեջանահաճո գործընթաց է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը եւ հերթական անգամ բավարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները։ Իսկ որ ուժերի հետ եք պատրաստվում, եթե 50+1-ը չստացվի, կոալիցիա կազմել եւ որ ուժերի հետ բացառում եք այդ կոալիցիան։ Տեսեք, մենք արդեն հայտարարել ենք մեր սկզբունքները ընտրություններից առաջ, բացառվում է բնականաբար ՔՊ-ն եւ նրա արբանյակները, տվյալ դեպքում թուրքական 5-րդ շարասան ներկայացուցիչ կա Հանրապետություն կուսակցությունով, որը յուրօրինակ ուրացողների դաշինք է կազմել ՔՊ-ի հետ, մեկը ուրացել է եղբոր արած գործը, մյուսը ուրանում է հոր արած գործը, այս առումով մենք նրանց հետ ընդհանուր ճանապարհ չունենք գնալու։ Մյուսների հետ նրանք ովքեր կհայտարարեն իրենց սկզբունքները եւ ընդդիմադիր դաշտից հանդես կգան, մենք պատրաստ ենք համագործակցության։ Լավ շնորհակալություն։ Խնդրեմ։ Իրավիճակը գնահատում եմ լավ, մենք մրցակիցների ոչ մեկի ուժը չենք թերագնահատում, բայց մենք եթում ենք միայն հաղթանակի։ Իսկ ձեր կարծիքով եկեղեցու եւ իշխանության միջև այս փոխհրաձգությունը ինչ ազդեցություն կունենա, արդյոք վաղարշաբաթին ավելի խոցելի չէ այս հարցերում։ Մենք ավելի զգայուն, քանի որ այսպես հասկանալի է, որ հարցը շատ ավելի համահայկական տիրույթում է եկեղեցու, բայց վաղարշաբաթին արդյոք ավելի զգայուն չէ այս հարցում։ Մենք մեր ամբողջ թիմով արել ենք ստորագրահավաք ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու, ասեմ ձեզ, որ 99%-ը բոլորը կանգնած են եկեղեցու կողքը։ Իսկ ընտրություններին իշխանության այդ քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ իր հետքը կթողնի մասնակիցների քվեարկության վրա։ Չեմ կարծում, որ ընտրությունների վրա հետքա թողելու այդ ամեն ինչը եւ մենք մեր թիմով բոլոր ընտրողներին կոչ ենք անում անտարբեր չլինեն, միանան ընտրություններին, թող ընտրեն իրենց վաղվա ապագան։ Ասեք, մենք ունենք նախադեպեր, որ ընդդիմադիր համայնքապետերը կալանավորվում են, դուք չեք վախենում կալանավորվելուց, եթե հանկարծ հաղթեք։ Միանշանակ չեմ վախենում, որովհետև ես այնպիսի արարք չեմ անում, որը որ պիտի տանի դրան, որ ես պիտի կալանավորվեմ, իսկ այդ ձեր ամեն ինչ, ձեր ասածը մենք հաշվի առել ենք այս ամեն ինչին գնալուց առաջ։ Միանշանակ չենք վախենում։ Եվ որ ուժերի հետ եք պատրաստվում համագործակցել, որ ուժերի հետ բացառում եք այդ համագործակցությունը։ Ուրեմն բացառում ենք այն ուժերի հետ մեր համագործակցությունը, դա մեր համար կարմիր գիծ է, ովքեր սատարում են ՔՊ-ին, իսկ այն ուժերը, որոնք իրապես ընդդիմադիր են, մեր համագործակցությունը չենք բացառում։ Եվ հաղթելու դեպքում ինչպես եք պատրաստվում աշխատել որպես ընդդիմադիր քաղաքապետ կենտրոնական իշխանությունների հետ։ Միանշանակ ասեմ ձեզ, մենք հաղթելու դեպքում մենք աշխատելու ենք, փորձելու ենք օրենքի սահմանում մեր շփումը իշխանության հետ եւ խնդիր չեմ տենում, էլի, մենք ոչ մի խնդիր չենք ունենալու։ Ամեն ինչ անելու ենք օրենքի սահմանում, բնականաբար օրենքից դուրս ոչ մի քայլ։ Իսկ որ ուժերին եք տեսնում մրցակից, որ ավելի բարձր շանսեր ունեն կամ հավասար են ձեզ։ Ճիշտն ասած, ես չեմ կարող այդ ձեր հարցին այտենց կոնկրետ պատասխանել, որ ուժերին եմ մեզանից բարձր ոչ մի ուժ չեմ տենում։ Նա շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։
Պարոն Մալխասյան, համապետական ընտրություններից առաջ որքանով է կարևորում թիմ ընտրությունները որպես ստուգատես եւ ինչպես է գնահատում Մայր Հայաստանի շանսերը։ Նախընտրությունների պահով առհասարակ Մայր Հայաստանը շարժման կարգավիճակում, հետո նաև արդեն կուսակցության կարգավիճակում միշտ կարևորել է ընտրական գործընթացները եւ կարևոր չի դա համապետական նշանակության, թե ռեգիոնալ, մայրաքաղաքային եւ այլն, որովհետեւ ընտրությունները միակ ինստիտուտն են, որի միջոցով հիմա կարելի է հասնել իշխանափոխության, քանի որ մենք տեսել ենք բազմաթիվ փորձեր, որոնք անհաջողության են մատնվել եւ տեսել ենք ընտրական process-ներ տարբեր տեղերում Երևան, Գյումրի, հիմա նաեւ Վաղարշապատի խոշորացված համայնք, որտեղ ԿՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ ու ոչ միայն այդ նշված մարզերում, քաղաքներում, այլ նաեւ շատ այլ համայնքներում, որտեղ մասնակցել են, պարտվել են, հետո տարբեր զեղծարարություններով հաջողացրել են իրենց տեխնացուին կարգել իշխանություն։ Օրինակ կարող եմ ասել, որ այս առումով այն ընտրություններում, որտեղ մասնակցում է Մայր Հայաստանը, շարժման թե կուսակցության կարգավիճակում, ԿՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ։ Առաջինը Երևանի ընտրություններին մի կերպ կարողացան փոքրամասնությանը Վազգեն Սարգսյանի այդ կուսակցության միջոցով կարգել իշխանություն, մի կերպ Տիգրան Ավինյանին, Գյումրիում ընդհանրապես Մայր Հայաստանը հայտարարել էր, որ մինիմալ խնդիրը իշխանազրկելն է ԿՊ-ին, որը հաջողությամբ մենք իրականացրեցինք, հիմա Վաղարշապատում կարելի ասել պլանկեն ավելի ենք բարձրացնում, նշում ենք, որ ոչ միայն իշխանազրկելն է առաջնային խնդիրը, այլ նաև անձամբ մենք Մայր Հայաստանը Վաղարշապատում ստանձնի իշխանության պատասխանատվությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Այսինքն մենք տրամադրված ենք մարտական, մրցակցային, մենք անընդհատ ընտրական process-ների մեջ ենք, անընդհատ ժողովրդի հետ շփումների մեջ ենք, շատ լավ հասկանում ենք հանրային տրամադրությունները, շատ լավ հասկանում ենք ԿՊ-ի թույլ տեղերը եւ ԿՊ-ի սատելիտ կուսակցությունների եւ գտնում ենք, որ Վաղարշապատը մի քանի անգամ ավելի կարեւոր է, քան նույնիսկ Գյումրին, որովհետեւ սա
Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, մենք այս պահին գտնվում ենք Վաղարշապատում, որտեղ տեղի ունենում Մայր Հայաստան կուսակցության առաջին հավաքը նոյեմբերի 16-ի թիմ ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, կուսակցության ցուցակը գլխավորում է Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը։
Հարգելի ներկաներ, եթե վաղարշապատի ավականու անդամներից նստած կա, խնդրում եմ մոտենաք այստեղ, այս հետևի մասում, լրատվամիջոցներին էլ տեղեկացնեմ, որ 1-2 րոպեից արդեն կսկսենք։ Nice Saturday, Vegas Gandhi, Jacket Basis, Urasayo, made by Karin, Halle, Rocky, Halle, Rocky, Yekele Kopaha, Kobai Baha, Voran Sikol, Ice Charlie King, Vegas Gandhi, Pashin Rashid, Urasayo made Haile King, Halle, Rocky, Halle, Rocky. Garle dare, hachtanaki dare, vokebelu enk miyasin, Vegas Gandhi, mes miyazid, Urasayo made hachtanaki, Halle, Rocky, Halle, Rocky, Halle, Rocky, Halle, Rocky. Հարգելի վաղարշապատցիներ, սիրելի թիմակիցներ, եկեք եւս մեկ անգամ ողջունենք վաղարշապատի արտահերթ ընտրություններին ավականու մասնակցող մեր թիմակիցներին։ Հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստան շարժումը, որը այժմ հանդես է գալիս նաև կուսակցական ձևաչափով, ձևավորվել է 2023 թվականին մեզ համար խորհրդանշական հանդիսացող մայիսի 28-ին, առաջին հանրապետության ստեղծման օրը։ Մենք տերենք մեր ժառանգությանը, մեր պետականությանը, մեր ազգային արժեքներին, մեր ինքնությանը, մեր եկեղեցուն, որոնց դեմ այս թրքահաճո իշխանությունները կատաղի պայքար են մղում։ Մայր Հայաստան կուսակցությունն էլ է ստեղծվել մեզ համար կարևոր հանդիսացող սեպտեմբերի 21-ին, երրորդ հանրապետության ծննդյան օրը։ Սրանք պատահականություններ չեն։ Մեզ համար արժեք են պետությունը, անկախությունը եւ Հայաստանի քաղաքացին։ Մենք անում ենք եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ ու զարգացող։ Օրվա իշխանություններն անցողիկ են, մնայունը մեր երկիրն է ու մեր ժողովուրդը։ Մայր Հայաստանի կարևոր նպատակներից մեկն օրվա չարաբաստիկ իշխանություններից Հայաստանն ազատելն է ու ազգային նոր իշխանություն ձևավորելը, որպեսզի կյանքի կոչվեն մեր ծրագրերը։ Այդ իսկ նպատակով բոլոր մակարդակներում եւ բոլոր հարթակներում կռիվ ենք տալիս քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցության եւ դրա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։ Մեզ համար որպես փոփոխությունների հասնելու միջոց դիտարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրությունները, չբացառելով իհարկե փողոցային պայքարի գործիքակազմը։ Մայր Հայաստանն իր ձևավորումից մի քանի ամիս անց մասնակցեց Երևանի ավականու ընտրությանը։
Մենք այժմ ներկայացված ենք մայրաքաղաքի ավականիում 12 մանդատով։ ԿՊ-ն մի կերպ պահեց աթոռը, իրեն կցված Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիա կազմելով եւ կուլիսային գրեհիկ առևտրի գնալով։ Բոլորիդ աչքի առաջ է Մայր Հայաստան խմբակցության գործունեությունը։ Մեր խմբակցության գործունեությունը ամենաարդյունավետն է։ Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիների կողքին ենք, պաշտպանում ենք քաղաքացիների շահերը։ Թող ինքնագովեստ չհնչի, բայց Մայր Հայաստանն այսօր թիվ 1 ուժն է մայրաքաղաքում։ Այժմ խոսքը տրամադրում եմ Երևանի ավականիում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։ Խնդրեմ, պարոն Սուքիասյան։ Վաղարշաբաթ արդեն իսկ խոշորացող համայնքի հարգելի հայրենակիցներ, տեղյակ է, որ նաև մեծ թվով արցախցիներ կան այստեղ, հարգելի արցախցիներ, ի պատիվ վաղարշաբաթցիների պիտի ասեմ, որ մենք արդեն իսկ հասցրել ենք ֆիքսել, որ վաղարշաբաթցիները շատ ջերմ ընդունելության եւ եղբայրական վերաբերմունքի են արժանացրել ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, վաղարշաբաթ համայնքի ընտրություններին մասնակցող մայր հայաստանցիներ, ինձ համար մեծ պատիվ է միջոցառման մեկնարկային ելույթը ունենալ։ Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ ինչպես արդեն իսկ նշվեց, Մայր Հայաստանը ստեղծվելով միանգամից ներգրավել է ընտրական գործընթացներում մայրաքաղաքում եւ խափանել է ԿՊ-ի մեծամասնություն հավաքելու իդեա ֆիքսը։ Այնուհետ Մայր Հայաստանի անկասելի ընթացքը արձանագրվել է հայրաքաղաք Գյումրիում, որտեղ առաջին հերթին Մայր Հայաստանի ջանքերով Գյումրիում ԿՊ-ն չի վերարտադրվել։ Այժմ Մայր Հայաստանը որդեական խոնարհությամբ եկել է մեր հոգևոր մայրաքաղաք եւ մեր պետության համար, մեր եկեղեցու համար այս վճռորոշ պահին, այս ճակատագրական պահին իր խոսքը ու իր ասելիքն է առաջարկում Վաղարշաբաթին եւ հարակից գյուղերին։ Քաղաքական գնահատականը կհնչի պարոն Թևանյանի կողմից այլ դրվագների կանդրադառնան իմ գործընկերները, բայց մինչ բուն ասելիքիս անդրադառնալը շատ խորհրդանշական փաստի վրա եմ ուզում կանգ առնել Մայր Հայաստանի Էջմիածնի Վաղարշաբաթի ավականու ցուցակը կազմված է Հիսուս Քրիստոսի ապրած տարիների 33-ից եւ այս Բերիային հատուկ ոճով բռնաճնշումների ժամանակաշրջանում խիզախելու եւ պատասխանատվություն ստանձնելու համար իդեմս Գրիշա Արությունյանի ու Դավիթ Նարապետյանի ողջունեք մեր ցուցակի բոլոր ներկայացուցիչներ։ Շնորհակալություն։ Շուրջ 2 տարի է Մայր Հայաստանը Երևան քաղաքի ավականիում ներկայացված է բառից բուն իմաստով շենքի հատակի պրոբլեմներից մինչև երկրի քաղաքական ղեկավարության այդ լայն ամպլիտուդով ամենօրյա աշխատանք են կատարում վերհանելով քաղաքին վերաբերող խնդիրները, միևնույն ժամանակ բացահայտելով այն կոռուպցիոն ռիսկերն ու դրսևորումները, որոնցում բառի բուն իմաստով թաթախված է ԿՊԱ-կան եւ հանրապետության այս խայտառակ կոալիցիան։ Ու այդ ճանապարհին չեմ ուզում ձեզ շատ զբաղեցնել, շատ տարբեր դրվագների ենք առաջ հանդիպում, բայց այն աֆյորան, այն կեղծիքը, որ խաղարկեցին եւ քաղաքում կցել-կցվեցելով մի հնարով խաբեությունով իշխանություն ձևավորեցին, դա էլ է պարբերաբար ճարք է տալիս եւ տարբեր դրվագներում տեսնում եք այդ տենդերների հետ կապված մեկ անձից կատարվող գնումներով առանց մրցույթների իրենց այդ փոխկապակցված ֆիրմաները անորակ աշխատանք անելով փող են շինում ներողություն ես արտահայտությանս համար չգիտեմ ֆոտոշոփով շենքերը հեռացնում են եւ կեղծիքի դրսևորումով քաղաքին նորմերի խախտումով արանքում շենքի թույլտվություն են տալի իրենց այդ աֆիլացված իրենց այդ կոալիցիոն
գործընկերոջ հետ афիլացված տարբեր կազմակերպությունների։ Աղբանությունը խայտարակ վիճակում, անձրևի ժամանակ Երևանը ջրատակ է լինում, ծառեր են տնկում, կանաչապատումը կոռուպցիան հետևից է գալիս, տրանսպորտը խայտարակագույն ստվերի մեջ թաքնված, թանկացումներ են անում, կարմիկիցը թանկացումներ են անում, Երևանին շատ կպացեք, Երևանը բոլորիս մայրաքաղաքն է, գալի գնում եք, տեսնում եք ինչ է կատարվում Երևանում, բայց այդ ցավը, այդ ախտը միայն Երևանին չէ, որ պատել է, այդ չարաբաստիկ կոալիցիան փորձեց Գյումրիում, բայց ի պատիվ գյումրեցիների այդ այսպես կոչված չակերտավոր արևմտամետների այդ խմբակը չհաջողեց, տապալվեց, վստահ եմ նույնը ստեղ ալնելու, համաձայն եք թե չէ։ Ու միայն Երևանում չի այդ ախտը պատել, հա, այդ խմբակի, այդ fake այլընտրանքային իբրև թե արևմտամետներ են, ուրեմն այդ խմբակի տարբեր կուսակցություններ, որ տարբեր տեղեր թիմերում կոալիցիա են կազմել։ Այդ խառնամբոխից մեկը Արարատում կոալիցիա է ապահովել, որ ԿՊ-ն իշխանություն վերցնի, պարզվել է, չգիտեմ, Գառանբսի ինչ որ կաշառք է վերցել, վերեն քրեական գործ կա։ Թալինում, Վայքում, այդ նույն կոալիցիայի ներկայացուցիչները իրենց հետ փոխկապակցված բարեկամների ֆիրմաներից համայնքի հաշվին գնումներ են անում։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ այս բախտախնդիրների պաշտոնը փող աշխատելու, միայն փող աշխատելու եւ հայրենասիրական ճառերով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու, էմոցիա գողանալու, քվե ու հավատ մարդկանց մսխելու այդ բախտախնդիրների, այդ ճամարտակների խմբակի մասին Այդ ատիրում ամբողջ պատկերում, որտեղ ԿՊ-ն եւ իր արբանյակները որևիցե համայնքում կարողանում են ինչ-որ կերպ զավթել, բայց ես վստահ եմ, որ այս իրադարձությունից հետո նաեւ եւ մթնոլորտի փոփոխության առումով եւ հստակ մարտահրավերները հասկանալու առումով վաղարշապատցին եւ հարակից գյուղերի բնակիչները վճռական ոչ են ասելու այդ բախտախնդիրներին, այդ հայրենիքը ծախողներին, այդ ամեն գնով աթոռից կարճացներին եւ նոյեմբերի 17-ին նոր արշալույս է բացվելու Մայրաթոռի եւ Մայր Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, ինչպես պարոն Սուքիասյանը իր խոսքում նշեց, Մայր Հայաստանը ներկայացված է նաեւ Գյումրիի ավականիում եւ այն ինչ հաջողվեց անել ԿՊ-ին Երևանում, այսինքն խաբեությամբ դառնալ փոքրամասնության իշխանություն, մենք այլ ուժերի հետ համագործակցաբար թույլ չտվեցինք Գյումրիում։ ԿՊ-ի հույսը եվրաթուրքերն էին, որոնց մեջ էր նաեւ Վազգեն Սարգսյանի անունը խայտառակած Հանրապետություն կուսակցությունը։ Դրանք Գյումրիում չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ ԿՊ-ն իր վարչական ու այլ տիպի ռեսուրսները գործի դնելով միևնույն է չկարողացավ իշխանություն վերցնել։ Երևանի սցենարը չկրկնվեց եւ ԿՊ-ն իշխանազրկվեց մեր սիրելի հայրաքաղաքում։ Այժմ խոսքը փոխանցում եմ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ գյումրեցի հայտնի լրագրող Դերենիկ Մալխասյանին։ Շնորհակալություն, ողջուններս հայրաքաղաք Գյումրիից, հարգելի վաղաշապատցիներ, ջերմագույն ողջուններ մեր թիմի կողմից, գյումրեցիների կողմից։ Հիմա շատերը ասում են, որ վաղաշապատում լինելու է Գյումրի 2, չէ, վաղաշապատում լինելու է վաղաշապատ 1, որովհետև մենք համոզված ենք, որ Մայր Հայաստանը այստեղ լուրջ աշխատանքի շնորհիվ ստանձնելու է իշխանության պատասխանատվությունը։ Ինչու մենք կարողացանք Գյումրիում ԿՊ-ին մեր մինիմալ խնդիրը որ դրել էինք նվազագույն իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին եւ հասանք, որովհետեւ առաջին հերթին Մայր Հայաստան շարժումը, այն ժամանակ շարժում էր, հիմա կուսակցություն, քաղաքականացրեց, միջև վերջ քաղաքականացրեց այդ ընտրությունները, որոնք ԿՊ-ականները փորձում էին դարձնել ժեկի պետի ընտրություններ կամ տնտեսվարի ընտրություններ։ Դա հասարակության մեջ ստեղծեց ֆոն եւ մարդիկ հասկացան, որ քաղաքական ակտիվության շնորհիվ կարելի է հաղթանակի հասնել եւ գնացին
ընտրատեղամասեր։ Իրենք քվեներով ըստ էության հեղափոխություն արեցին լուր։ Հիմա ես մեր սիրելի վաղաշապացիներին խնդրում եմ, որ առավելագույն մասնակցություն ցուցաբերեն այս ընտրությունների ժամանակ։ Գնան ընտրատեղամասեր, քվեարկեն, հնարավորինս շատ, որովհետև դա հիմնական երաշխիքներից մեկն է, որ ԿՊ-ն այստեղ ոչ միայն կիշխանազրկվի, այլ նաև մենք պատասխանատվություն, Մայր Հայաստանը պատասխանատվություն կվերցնի վաղարշապատում, որպես իշխանություն։ Մայր Հայաստանը միշտ հանդես է եկել, դա ցույց ենք տվել թե Երևանի ընտրություններից հետո, թե նաև առավել ևս Գյումրու ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացնողի դերում։ Դա շատ կարևոր է, հիմա ևս այդ կոդերով ենք մենք հանդես գալիս, ինչպես նշված է Մայր Հայաստանի սկզբունքների մեջ, մեր միակ թիրախը դա քաղաքացիական պայմանագիրն է իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա սատելիտ կուսակցությունները, իդեմս հիմա վաղաշապատում այսպես կոչված եվրաթուրքերը, այդպես կոչված եվրոպամետները, որոնք մի կերպ, ինչպես նշվեց, Երևանում օգնեցին ԿՊ-ին իշխանության գալ, ըստ էության հիմա Երևանում ԿՊ-ի փոքրամասնության իշխանությունն է այդ Արամ Զավենիչների շնորհիվ։ Հիմա նույն բանը էլի նշեցին, որ փորձեցին անել Գյումրիում, բայց գյումրեցիները խայտարակ ձևով մերժեցին թե ԿՊ-ին, թե եվրաթուրքերին։ Միջև հիմա ժողովուրդ իրենք ուշքի չեն գալիս Գյումրու պարտությունից հետո։ Միջև հիմա ուշքի չեն գալ։ Դուք պատկերացնում եք վաղաշապատում պարտվելուց հետո ինչ է լինելու։ Կարող է հրաժարվեն հանրապետական ընտրություններին մասնակցելուց։ Վաղաշապատցիները ԿՊ-ի ճիշտ տեղը պետք է ցույց տան։ Պետք է ուղարկեն քաղաքական աղբանոց, պատմության աղբանոց պետք է ուղարկվի ԿՊ-ն։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Եվ ես համոզված եմ, որ այս երիտասարդ եւ փորձառու թիմը նոյեմբերի 16-ից հետո լուրջ պատասխանատվություն է ստանձնելու վաղարշապատում։ Հաջողություն մեր թիմին, հաջողություն Մայր Հայաստանին։ Շնորհակալություն պարոն Մալխասյան, այո, շատ ճիշտ նշվեց, որ վաղարշապատի մեր թիմը եւ ավականու ցուցակը համալրված են փորձառու ճանապարհ անցած մարդկանցով։ Ունենք համայնքի ղեկավարման փորձ ունեցողներ, ուսուցիչներ, գործարարներ, զինվորականներ, պատերազմն անցած մարդիկ։ Այժմ խոսքը փոխանցում եմ Մայր Հայաստան ավականու մեր ցուցակի տեխնացու Պահեստազորի գնդապետ Գուրգեն Խաչատրյանին։ Խնդրեմ, պարոն գնդապետ։ Սիրելի հայրենիքիցներ, հարգարժան հյուրեր, պատիվ ունեմ ողջունելու հայոց հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում եւ անդրադառնալով մեր այսօրվա թեմային, ցավոք պետք է նշեմ, որ մենք վերապրում ենք 451 թվականի ավարայրի ճակատամարտը, երբ որ փորձում են դավանափոխանել հայ ազգին, նույնը կրկնվեց 1918 թվականին, երբ որ թուրքերը Սարդարապետի ճակատամարտով նույնպես ուզում էին ոչնչացնել հայ ժողովուրդը։ Ցավոք, այսօր մենք այս չեմին ենք կանգնած, կամ միասին կպայքարենք մեր հայրենիքի, մեր գոյատևության, մեր հավատքի, մեր եկեղեցու կողքին, կամ էլ չեմ ուզում ասեմ ինչ կլինի, որովհետև ես ներկայացնելով զինվորականների Պահեստազորի պետք է ասեմ, որ մենք իզուր չենք մարտնչել, պայքարել ազատագրական շարժմանը, մեր ընկերները առ-ոչինչ չեն զոհվել, ինչպես կողակիցն է ասում, եւ կրկնում ցավոք երկրապահ կամավորականների նախագահ կոչվածը, որ սա այս հեղափոխությունը ավելին է, քան թե ազատագրական շարժումը։ Դա ամենախայտարակությունն է մեր զինվորականների, ովքեր ողջ են մնացել, եւ այցելելով մեր եռաբլուրը, մենք մեր պարտքի զգացումն ենք ունենում, թե ինչ պետք է անենք, որ մեր զոհված երիտասարդ սերունդը, որ կորցրեցին ներկայիս ապիկար իշխանությունների շնորհիվ, որ եռաբլուրը դարձրեցին դրոշակների եւ շիրիմների մեծ սրբավայր մեծ բոլորիս համար, հիմա մենք չենք կարողանում ոտքի կանգնել
մենք այդքան թույլ չենք, որ չկանգնենք ոտքի, միասնական ուժերով չհաղթարենք այն դժվարությունները, որ պետք է ներկայիս առաջիկա ընտրություններում արտահերթ մեր դիրքորոշումը ցույց տանք։ Դրա համար ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին, վաղաշաբաթ եւ Խոյ համայնքի ընտրողներին խոհեմությամբ, գիտակցաբար եւ ոչ թե հուզմունքների եւ կրքերին տրվելով մտածել ապագայի մասին իրականում ոչ թե անձնական կներեք փորի համար մտածելով, ստամոքսի մտածելակերպով, այլ ապագայի մասին մտածելով, ինչ ենք թողնելու մեր երեխաներին։ Ցավոք ես երբ գնում եմ Եռաբլուր, Պանթեոն, հաճախ տեսնում եմ այն երիտասարդ իմ սպաների, ովքեր ավելի կրտսեր են եղել, եւ ես մեղքի զգացում եմ զգում, կարծես թե ես չեմ զոհվել, իրանք են զոհվել։ Բայց նրանք ավանդել են մեզ շարունակել իրենց գործը։ Դա է կարևորը, որ պետք է մենք այսօր առաջնագծում պահենք։ Այսօր միանալով Մայր Հայաստան կուսակցության ցուցակով ներկայացնելով հավաքանուն, ես վստահ եմ, որ էջմիածնիցները ճիշտ ընտրություն կկատարեն, առաջնահերթությունը ես խնդրում եմ բոլորին մասնակցել։ Ամենակարևորը մասնակցությունն է։ Եվ հետագայում, երբ որ գա ժամանակը, մարդիկ կհամոզվեն, որ իրենք ճիշտ ընտրություն են կատարել։ Մենք պետք է պահպանենք առաջնահերթ մեր բանակը, ոչ թե կրճատելով եւս 25%, թուլացնելով բանակը, ապիկար ղեկավարության շնորհիվ թուլացնելով մեր հրամանատարական կազմը, շնորհելով պարբերաբար գեներալների բարձրաստիճան կոչումներ, որի անհրաժեշտությունը մեր երկիրը չունի։ Առանց անդրադառնալու նախորդ իշխանություններին, ինչևիցե մենք պահպանել ենք մեր ուժը, մեր հետ դուքով են խոսացել։ Երբևէ մեր երկրի, որից է մեր երկրի ղեկավար, այդպիսի ծիծաղի ծաղրանքի չի արժանացել միջազգային ատյաններում։ Ինչպիսին օրինակները հաճախ տեսնում ենք, պայդյոմ կոֆե պից։ Ոնց որ հորոխբոր տղուն են։ Այդ բացառելու համար մենք պետք է միացնենք, միանանք, որ փոխենք կարգախոսը լիարժեք բոլորիս համար, բոլորիս սրտով։ Եվ ասեմ, միացեք, որ փոխենք, պետք է միանանք, որ փոխենք։ Ի փառս Հայաստան աշխարհի եւ ի բարօրություն հայ ժողովրդի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ինչպես արդեն նշեցի, վաղարշապատի մեր թիմը համալրված է բանիմաց ու կառավարման փորձ ունեցող մարդկանցով։ Մեր թիմը փորձի եւ երիտասարդության համադրություն է։ Այժմ խոսքը փոխանցում եմ մեր ավականու ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող իրավաբան Հրիփսիմե Մկրտչյանին։ Հարգելի վաղարշապատցիներ, Մայր Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին հանդես է գալիս մրցունակ թիմով։ Մեր քաղաքական նպատակը իշխանափոխությունն է եւ նոր իշխանություն ձևավորելն է։ Մենք պետք է փոխենք իրավիճակը մեր համայնքում եւ փոփոխությունների ուղերձը հղենք Հայաստանի քաղաքացիներին։ Մեզանից շատ բան է կախված։ Յուրաքանչյուրից քվեն որոշիչ է լինելու։ Դա նշանակում է, որ պետք է ընտրությունը լինի բարձր մասնակցությամբ։ Ով չգնա ընտրության, նշանակում է հրաժարվել իր իսկ քաղաքացիական իրավունքից։ Էջմիածնի, Խոյ խոշորացված համայնքի եւ Ոսկեհատի հարգարժան ընտրողներ։ Մենք առաջարկում ենք համայնքում կյանքի փոփոխության համապարփակ ծրագրեր։ Քաղաքային, գյուղատնտեսական, գրեթե բոլոր ոլորտների արդյունավետ կառավարում լուծում ենք առաջարկում։ Մեր սիրելի Էջմիածինը պետք է հայության հոգևոր մայրաքաղաքին հարիր կառավարման որակ ունենա, քաղաքային ենթակառուցվածք ունենա։ Ամոթ է արձանագրել, որ ունենք թափառող շների, փողոցների լուսավորության, կանաչապատման գոտիների, զբոսայգիների խնդիր։ Չշարունակեմ թվարկել խնդիրների քանակը, ինքներդ տեսնում եք ինչ է կատարվում մեր շուրջը։
Մի ցավոտ խնդրի մասին եմ ուզում խոսել, օրվա իշխանությունների գործունեության եւ որոշակի դեպքերում նաեւ անգործունեության շնորհիվ մեր Էջմիածին համայնքը համարվում է հանրապետությունում ամենակրիմինալ համայնքը։ Պետք է վերջ տալ այս ամենին։ Մենք պահանջում ենք փոփոխություններ տեղական համապետական մասշտաբով։ Եվ թող ընտրողը որոշի, թե ինչ ճանապարհով է զարգացնելու մեր համայնքը, մեր երկիրը։ Մայր Հայաստան կուսակցությունը համար 4-ն է քվեաթերթիկում։ Մենք ժողովրդին կոչ ենք անում քվեարկել եւ դնել դրական փոփոխությունների հիմք։ Միացիր, որ փոխենք։ Շնորհակալություն։ Այժմ խոսքը փոխանցում եմ Դավիթ Կարապետյանին, ով Ծաղկունք համայնքի բազմամյա ղեկավարն է եղել։ Նա, այո, ծափահարեք, արժի։ Նա Արցախյան պատերազմի մասնակից է։ Իդեպ, պարոն Կարապետյանի մասին քպականները ու մասնավորապես այդ ցուցակը գլխավորող անձնավորությունը բամբասանք էին տարածել։ Դրան հաջորդեց Դավիթ Կարապետյանի առաջարկը բանավիճել ուղիղ եթերում։ Սեփական հոր անցած մարտական ուղու վաստակը ուրացող Մեխակյանը գոնե մինչ այս պահը հրաժարվել է այդ բանավեճից։ Ենթադրվում է, որ ասելիք չունի։ Հոչի գալու եւ հայտարարի, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե Արցախը թոք է եղել Հայաստանի վզին։ Եթե համաձայնի Նիկոլի հետ, կստացվի, որ թոք կապողներից մեկը մարտական փառահեղ ուղի անցած Մեխակ Մեխակյանն է եղել։ Իսկ եթե չհամաձայնի Նիկոլի հետ, ապա հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչ գործ ունի ՔՊ-ի ցուցակում։ Ինչևէ, պարոն Կարապետյան, կխնդրեմ ձեր խոսքը հղեք վաղարշապատցիներին։ Սիրելի վաղարշապատցիներ, բոլորիդ կոչ եմ անում մասնակցեք այս ընտրություններին եւ Խոյ համայնքի բնակիչներին, Ոսկեհատի բնակիչներին, մեր խոսքը գործ է, մենք գործով պետք է ապացուցենք, բոլորին կապացուցենք ինչը որ մեզանից կախված է ու բոլորը կհասկանան, որ մենք սուտ խոստումներ չենք տալի, մեր ամեն մի խոսքը գործ է մեր համար։ Շնորհակալություն, կարճ եւ կոնկրետ։ Մայր Հայաստանի ցուցակը վաղարշապատի ընտրություններում գլխավորում է Գրիշա Հարությունյանը։ Նա ղեկավարել է Դողս համայնքը։ Պարոն Հարությունյանն ավարտել է պետական ագրարային համալսարանը, ստանալով ինժեների որակավորում։ Գրիշա Հարությունյանը եւս Արցախյան պատերազմի մասնակից է։ Խնդրեմ, պարոն Հարությունյան։ Սիրելի վաղարշապատցիներ, Ոսկեհատի Խոյ համայնքի արգելի ընտրողներ, Մայր Հայաստան կուսակցությունը խոշորացված համայնքում ավականու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախընտրյալ ստեղծել Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանության համար։ Մենք հանձնառու ենք պաշտպանել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից։ Մեր ստորագրավակ ակցիան ի պաշտպանություն եկեղեցու ստացել է հազավոր էջմիածնեցիների աջակցությունը։ Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, առավելագույնը համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնել է։ Մայր Հայաստանը վաղարշապատցուն ներկայանում է համայնքի ընթացիկ կառավարման հեռանկարային զարգացման ծրագրեր։ Ներկայացնեմ մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը։ Վաղարշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ներքնակ տուրիստական կենտրոններից մեկը դառնալու արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները, Վատիկանի տարբերակներով։ Մայր տաճար աթորանիստ քաղաք, մշակութային հզոր ժառանգություն, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին մոտ լինելը,
Զվարթնոց օդանավակայանին մոտ լինելը, բնակլիմայական բարենպաստ պայմանները, ընտրողների վստահության քվեին արժանանալու եւ համաիշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար։ Վերը նշված նպատակները իրագործելու համար անհրաժեշտ է ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթադրական փոփոխություններ։ Մայր Հայաստանը պարտավորում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևականորեն հասնել դրանց, հարգելի վաղարշապացիներ։ Քաղաքացիական պայմանագիրն ու դրանց կցվածքները մերժելու են նոր արդյունավետ իշխանության ձևավորելու համար անհրաժեշտ ընտրություններ ձեր ակտիվ մասնակցությունը։ Իշխանությունը ժողովուրդն է ձևավորում, ամեն մեկը պետք է իմանա, որ անձամբ իրենից է կախված մեր համայնքի ու մեր երկրի ապագան։ Մենք առաջարկում ենք վաղաշապացուն, միանալ, որպեսզի փոխենք ստեղծված հակահայկական մթնոլորտը, անարդյունավետ կառավարումը, անաստվածությունը, թշնամությունը, միանալ, որ մերժենք սուտը, կեղծիքը, ատելությունը, միանալ, որպեսզի միասին զարգացնենք մեր Սուրբ Էջմիածինը, մեր սիրելի վաղաշապատը եւ ի վերջո մեր երկիրը։ Սիրելի ընտրող, Մայր Հայաստանը քեզ կոչ է անում միանալ մեր պայքարին, միացիր, որ փոխենք։ Շնորհակալություն, բոլորիս հաղթանակ եմ մաղթում։ Այժմ խոսքը փոխանցում եմ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Ողջույն հարգելի վաղարշապատցիներ, հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունները մեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ունենալու է կարևորագույն նշանակություն։ Սա ոչ միայն քաղաքային, այլ նաև քաղաքական ու արժեհամակարգային ընտրություն է։ Այս ընտրություններին մենք ներկայացրել ենք փորձառու բանիմաց մարդկանցով համալրված ցուցակ եւ ես հիմա ձեզ առաջարկում եմ եւս մեկ անգամ ողջունենք Գրիշա Հարությունյանին, Դավիթ Կարապետյանին, Ռիփսիմե Մկրտչյանին եւ մյուսներին։ Ավելի բարձր։ Հարգելի հայրենակիցներ, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ես արդեն ասացի, սա ոչ միայն քաղաքային ընտրություն է, սա արժեհամակարգային ընտրություն է։ Սա քաղաքական ընտրություն է, որը համապետական նշանակություն է ունենալու։ Արժեհամակարգային առումով, Փաշազադեի հրահանգով, թուրք-ադրբեջանական նախապայմանների ներքո հարձակում է սկսել Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք խաբում են, եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե իբր առանձին հոգևորականների դեմ է պայքարը եւ ինքը ոչինչ չունի առաքելական եկեղեցու դեմ։ Նախ ինքը սուտ է ասում, որ ինքը առաքելական եկեղեցու հետևորդ է, որովհետեւ եթե այդպես է, մենք բոլորս էլ կամ շատերս, ովքեր չցանկանում եմ իհարկե, շատերս ամուսնացել ենք եկեղեցով եւ մենք գիտենք, որ եկեղեցու միջոցով են նաեւ ամուսնանում, իսկ դրանից առաջ հոգևորականները անպայման կնուն կանցնելու նախապայման նախադրյալ ունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ լիներ, ապա ինքը պետք է եկեղեցով ամուսնացած լիներ իր կողակցի հետ։ Այդպիսի բան չկա։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Հաջորդը։ Սրանք երբ որ ասում են, որ մենք առանձին եկեղեցականների դեմ ենք պայքարում, ես ձեզ մի զուգահեռ բերեմ։ Ուրեմն, երբ որ որոշեցին քանդել բանակը, ասացին, որ մենք առանձին զինվորականների դեմ ենք պայքարում եւ հայ ժողովրդին առաջարկեցին մեր քաղաքացիներին, որ փոխարինել զինվորականներին կլուբնիկով։ Այսինքն ասեցին, սիրելի հայ ժողովուրդ, եկեք դուք մեզ օժանդակեք, աջակցեք, որպեսզի մենք զինվորականների միջոցով քանդենք բանակը, բայց այդպես չհայտարարեցին, թաքնված արեցին դա, բայց ասեցին փոխարենը մենք ձեր երեխաներին կլուբնիկով կկերակրենք։
թե ինչ եղան այդ երեխեքի հետ, մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, սրանք պատերազմ ու պարտություն բերեցին։ Հիմա նույնն են անում, ժողովուրդ ջան։ Այստեղ դրված է աշխարհաքաղաքական խնդիր, քանի որ ինքը կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղություն կոչված փաստաթղթից, որպեսզի խաբի հայ ժողովրդին, ինքը առաջարկում է իրականացնել բոլոր այն նախապայմանները, որ առաջ է քաշում Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար եկեղեցու պաշտպանությունը բոլորիս գործն է եւ դա պետականությանն է առնչվում եւ ես առաջարկում եմ բարձր ծափահարություններով մի հատ աջակցենք մեր հայ առաքելական եկեղեցուն։ Մյուսը քաղաքական մասը։ Սրանք պատրաստվում են վերարտադրության ու երրորդ ժամկետի։ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել երրորդ ժամկետի։ Նիկոլ Փաշինյանի համար սա անվտանգության սեփական կաշին փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար գոյաբանական եւ զարգացման խնդիր։ Ինքը խաբում է, թե խաղաղություն է բերելու, բայց բերելու է պատերազմ ու պարտություն։ Դրված է Հայաստանի Հանրապետության խնդիրը։ Վաղաշաբաթում տեղի ունեցող ընտրությունը հետևաբար կարևորագույն նշանակություն է ունենալու եւ լուրջ փորձաքար բոլորիս համար։ Քաղաքական առումով Մայր Հայաստանը բնականաբար բացառելով որևէ առնչություն օրվա իշխանության եւ նրա արբանյակների հետ պատրաստ է ստանձնել ընդդիմադիր դաշտում, կոնկրետ վաղաշաբաթի ընտրություններն եմ ես հիմա ներկայացնում, մենք պատրաստ ենք ստանձնել ընդդիմադիր դաշտում մերանի կոնսոլիդացնողի դերը եւ դառնալու ենք ընդդիմադիր դաշտը միավորողի եւ ավանգարդի թիվ 1-ի դերակատարը։ Մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը եւ դա լինելու է քաղաքական պատասխանատվություն։ Մենք առանձին անհատների վրա չենք դնում այդ պատասխանատվությունը։ Մենք ամբողջ քաղաքական թիմով պատասխանատու ենք այն ծրագրի կյանքի կոչման համար, որը ներկայացնում ենք վաղաշաբաթցիներին։ Եվ մենք միասնական թիմային պատասխանատվությամբ նաև քվենք ակնկալելու վաղաշաբաթցուց եւ ասելու ենք, որ քվեարկեք համար 4-ի օգտին։ Այդտեղ է ինչ ցեներ եք համ։ Հարգելի վաղաշաբաթցիներ, այս ընտրություններին մենք մասնակցում ենք միացիր, որ փոխենք կարգախոսով։ Այդ կարգախոսը երկար ճանապարհ է անցել մեր ձևավորման օրվանից։ Այդ կարգախոսը հիմա հասել է իր երրորդ հանգրվանին, այսպես ասած երրորդություն է սիրում ամեն ինչ, եւ մենք եթե Երևանում կանխեցինք ԿՊ-ի հսկիչ փաթեթ ստանալը, Գյումրիում նպաստեցինք ԿՊ-ի իշխանազրկմանը, հիմա վաղաշաբաթում մենք հավակնում ենք իշխանության։ Միացիր, որ փոխենք կարգախոսը շատ կարևոր նշանակություն ունի։ Դա նշանակում է ընտրողը անպայման պետք է մասնակցի, չմնա տանը, որովհետև բարձր մասնակցությունը կանխելու է ընտրակեղծիքը, կանխելու է վարչական ռեսուրսի կիրառումը, կանխելու է այլ ընտրակեղծիքների հնարավորությունը։ Վաղաշաբաթցիները, Էջմիածնի բնակիչները, Ոսկեհատի բնակիչները, Խոյի 17 գյուղի բնակիչները միասնական ջանքերով կարող են փոխել իրենց կյանքը եւ իրենց համայնքում եւ ամբողջ հանրապետությունում։ Առանց չափազանցության վստահեցնում եմ ձեզ, որ համայն հայության ուշադրության կենտրոնում վաղաշաբաթն է եւ վաղաշաբաթ ցույց է կախված լինելու հետագա քաղաքական ընթացքը, դրա համար առաջարկում եմ բարձր ծափահարություններով վաղաշաբաթցիներին։ Ու քանի որ առաջիկա օրերում շատ է հնչելու Մայր Հայաստան,
Համար 4 միացիր, որ փոխենք կարգախոսը, մենք հիմա որպես թիմակիցներ առաջին մարզումները կանցկացնենք այդ առումով։ Որպես կանոն հնչելու է համար 4 Մայր Հայաստան, իսկ կարգախոսը միացիր, որ փոխենք։ Միացիր։ 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 Սիրելի եւ արշապատցիներ, հարգելի թիմակիցներ, բոլորս միասնական ջանքերով լծվում ենք աշխատանքի։ Ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի վաղարշապատից վռնդենք ՔՊԱ-ական, ապօրինի եւ ապիկար իշխանությանը։ Միասնաբար պայքարում ենք, որպեսզի վաղարշապատում ձևավորվի նոր իշխանություն, որը փոխելու է ձեր կյանքը ինչպես համայնքում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում եւ կրկին հիշելով մեր կարգախոսը, ասենք, որ պետք է միանալ, որ փոխել։ Միացի։ 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 Շատ ապրեք։ Շնորհակալություն պարոն Թևանյան, համոզված ենք, որ ձեր գլխավորությամբ մեր թիմը անպայման հասնելու է հաջողության, ինչպես տեղական, այնպես էլ համապետական մասշտաբով։ Մայր Հայաստանը կուռ թիմ է, մեր նշանաբանն է բոլորը մեկի, մեկը բոլորի համար։ Դա լոկ նշանաբան չէ։ Մենք այդպես էլ գործում ենք, փոխադարձ փոխարինելիություն ապահովելով եւ ամեն մեկս իրար օգնելով։ Թիմային աշխատանքը մեր ոճն է։ Թևանյանն էլ, այսպես ասած, որպես խաղացող մարզիչ է, հանդես է գալիս որպես խաղացող մարզիչ եւ բոլորից հետ հավասար աշխատանք իրականացնում։ Թիմային աշխատանքը դրսևորվել է նաև մեր նախընտրական երգի ստեղծման հարցում։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում այդ ամենի համար Աննա Ավետիսյանին, Սամվել Հարոյանին, Արմեն Քոչարյանին, Գրիշա Հարությունյանին եւ Անդրանիկ Թևանյանին, ովքեր այս կամ այն ձևով ներգրավել են վաղարշապատին եւ Էջմիածնին նվիրված երգի կյանքի կոչման եւ տեսահոլովակի ստեղծման հարցում։ Այժմ լսենք վաղարշապատին նվիրված երգը, որից հետո մենք միասին բոլորս երթ ենք իրականացնելու, եւս մեկ անգամ բոլորիս հաջողություն եմ մաղթում։ Միացիր, 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 շնորհակալություն։ Սերին վաղարշապատ սուրբին, Էջմիածին, Մայր Հայաստան, վաղարշապատ, ոստան ես դու մեր դպրության, տապվի տոքնակ, նոտայ տարի ողջայության, քոզորավար, ոչախասի, վաղարշապատ, երկին դասեր, սերին վաղարշապատ, Էջմիածին, Մայր Հայաստան, կանցնեն օրեր, ապրելության ու տխրության, եկել է ժամը փոխաչի շուշնիության, սերտուրասին, Էջմիածին, Մայր Հայաստան, ելիև փողոսքը ասա, չարին վատին, սրտին ու ամավատին, մայր տաճարին, Նույսը հորդին, ես պահպանի ասովոտին,
շապած սուրբին, ինչ միացին, մայր Հայաստան։ Ժորժան, հիմա իջնում ենք արդեն երթի միասին։